Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք Սիրիայի մասին եւ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որը վերաբերվում է Իսրայելի եւ Թուրքիայի միջև սրված հարաբերություններին։ Հիշում եք, որ մենք այս հարցերը շատ ակտիվ ձեռդ քննարկել էինք եւ կարելի է ասել, որ հայկական վերլուծական դաշտում առաջիններից էի, ով խոսում էր Իսրայելի եւ Թուրքիայի միջև ռազմական գործողությունների հնարավորության եւ սպառնալիքների մասին, այդ ուղղությունով եւ ընդհանրապես Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման եւ նույնիսկ միջև ռազմական գործողություններ հասնելու մասին, եւ մենք ունենք հիմա հնարավորություն ձեր հետ շատ ավելի մանրամասն եւ արդեն թարմ զարգացումներով քննարկենք այս շատ կարեւոր հարցը, որը անմիջապես առնչվում է ինչպես Հայաստանին եւ Վրաստանին եւ ընդհանրապես մեր տարածաշրջանը, այդպես էլ միջազգային օրակարգին։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, լայքեք անպայման այս վերլուծությունը, սա կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Սիրելի հայրենակիցներ, մենք ձեր հետ խոսում ենք նրա մասին, որ Սիրիայում Թուրքիան կատարեց շատ կարևոր գործողություն եւ Ասադի ռեժիմը փոխեց իր ռեժիմով։ Այդ գործընթացի զուգահեռ մենք մանրամասն չենք հետևի այս գործողություններին, որովհետև ես զբաղված էի ներքաղաքական Վրաստանի հարցերով, բայց միջև այդ եւ դրանից հետո մենք մի քանի անգամ անդրադարձել ենք ձեր հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուստի մենք տեսանք այդտեղ, որ Բաշար Ալ-Ասադը, որը աջակցված է Իրանի կողմից եւ որը ունի կարելի ասել կրոնական առումով իր նարատիվները հենց Իրանի շիա խմբավորման մեջ են գտնվում, Իրան փոխարինեց այդտեղ Ահմեդ Ալ-Շարան կամ Ալ-Ջուլանին իր կողմից ղեկավարված Հայաթ Տահրիր Ալ-Շամ տերորիստական խմբավորումը, որը հիմա իշխանությունում է գտնվում Սիրիայում եւ արդեն էլ Իրանից չի ներկայացնում, առնվազն փորձում է չներկայացնել իրենից տերորիստական խմբավորում, որը կարողացավ այս կարճ ժամանակահատվածում բարելավել հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ, հաշվի առնելով այն, որ արևմուտքի համար իրանական ազդեցությունը Սիրիայում անընդունելի էր, հաշվի առնելով, որ Սիրիայի միջոցով Իրաքի, հետո Սիրիայի, հետո մինչև Լիբանան մատակարարումներ էին տեղի ունենում, ուրեմն Լիբանանում գտնվող Հեզբոլլա տերորիստական խմբավորման շիա, որը աջակցվում է նաև Իրանի կողմից եւ ընդհանրապես դուք գիտեք, որ տարածաշրջանում օրակարգային գլխավոր հարցը եղել է եւ մնում է Իրանի սպառնալիքը լուծելը, որովհետեւ առաջի սպառնալիքը Իսրայելի համար եւ Միացյալ Նահանգների համար, այստեղ այդ դաշինքի համար Իսրայել-Միացյալ Նահանգներ, Իսրայել-Արևմուտք, իհարկե Իրանն էր եւ Իրանի պրոքսիներն էին այստեղ գլխավոր մասնակիցները, բացի Թուրքիայից, մենք հիմա դրա մասին կխոսենք, պրոքսիներն էին գլխավոր մասնակիցը այն հարձակմանը, որը տեղի ունեցավ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին 2023 թվականի եւ արդեն երկար ժամանակ է այդտեղից ակտիվ պատերազմական գործողություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Սիրելի հայրենակիցներ, Թուրքիան կարողացավ հասնել իր նպատակին եւ Սիրիայի տարածքը այդտեղ այդ հատվածում Թուրքիան կարողացավ զբաղեցնել ամբողջությամբ Սիրիան Հայաթ Տահրիր Ալ-Շամի շնորհիվ, բայց պետք է նշեմ, որ կան տվյալներ, որ հենց թուրքական բանակն է նաեւ ակտիվ մասնակցել, ինչպես Ղարաբաղում մենք գիտենք, որ իրենք մասնակցել էին, այդպես էլ այդտեղ իրենք ակտիվ մասնակցեցին եւ կարելի ասել հասան միջև Դամասկոս եւ հասել են միջև Հոլանի բարձունքներ։ Հիմա այդ տարածաշրջանում Սիրիայի տարածքում կա 3 գլխավոր կետ, որտեղ որ կան հարցեր։ Առաջի կետը գտնվում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանի վրա, որտեղ որ քրթական խմբավորումներն են դեռ ղեկավարում այդ տարածքը, կառավարում են այդտեղ եւ կոչվում են SDF կամ սիրիական ժողովրդավարական ուժեր, բայց իրանք իրականում քուրդական ուժեր են։ Եվ Թուրքիայի գլխավոր հարցը այդտեղ ցանկությունը վերաբերվում է հենց նրան, որ այդ ռազմական խմբավորումը քրթական
այդտեղ զինաթափված եղնի եւ ուրեմն Հայա Տահրիլ al-Շամը կամ Սիրիայի նոր կենտրոնական իշխանություն Ալ-Ջուլանի ղեկավարությամբ ղեկավարի այդ տարածքը նաև։ Երկրորդ հարցը վերաբերվում էր ուրեմն ծովի ափին գտնվող շրջաններին, որտեղ ռուսական երկու ռազմակայանը դեռ այս պահի համար գոյություն ունի։ Ռուսները դեռ դուրս չեն եկել ամբողջությամբ եւ դա շատ հետաքրքիր գործընթաց է իրականում, որովհետեւ ռուսները ուզում են մնալ այդտեղ, բայց թուրքերը իհարկե դեմ են դրա եւ կողմ են, որ ռուսները գնան։ Եվ այդ գործընթացը դեռ շարունակվում է, բայց ես կարծում եմ մոտակա ժամանակահատվածում մենք նաեւ կտեսնենք այդ հարցի վերջնական լուծում։ Բայց այդ ռազմակայանը որևէ բան չի կարող այս փուլում անել, որովհետեւ նրա դեմ որ այդ ռազմակայանը կիրառվում էր, նկատի ունեմ հենց Հայա Տահրիլ al-Շամը, Իդլիբի տարածաշրջանում գտնվող ճակերտներում տերորիստական խմբավորումը, որը հիմա էլ տերորիստական խմբավորում չի գնահատվում, որովհետև իշխանությունում է, չնայած դրա որ իրականում նույն տերորիստական խմբավորումն է, ապա ռուսական այդտեղ զորքերի հարցը իհարկե լուծվելու է, բայց ալավիտները այդտեղ, որոնք հենց Բաշար al-Ասադի շիա կարելի ասել էթնիկ խմբավորում է, այդտեղ էին բնակվում եւ բնակվում են մինչև հիմա էլ, բայց իրենք փորձեցին այդտեղ կարելի ասել ի նպաստ Ռուսաստանի իրականում ստեղծել ինչ որ ալավի պետություն կամ սեպարատիզմի ինչ որ քայլեր անել եւ մենք տեսանք որ Թուրքիան Ջուլանիի միջոցով կարողացավ ճնշել եւ հարյուրավոր նույնիսկ խոսքը գնում որ 1500 մարդ է սպանվել այդտեղ այդ թվում ոչ միայն ալավիները բայց իրանց աջակցող ուրիշ խմբավորումները որովհետեւ ցանկություն կար որ այո սունիտական այս իշխանությանը, իսկ հիմա իշխանությունում եկել են սունիները։ Գիտեք, Թուրքիան սունի իսլամի առաջնորդներից մեկն է, երկու առաջնորդ կարելի ասել սունի իսլամը ունի, կամ այդտեղ մի քիչ բարդություն կա, որովհետև ընդհանրապես իսլամի առաջնորդը իհարկե Սաուդյան Արաբիան է, բայց այդտեղ պետք է նշել, որ իհարկե Սաուդյան Արաբիան սունի իսլամի առաջնորդն է, չնայած դրա այնտեղ գտնվում են այնպիսի իսլամական կենտրոններ, որոնք նույնպես կարևոր են շիա իսլամի ներկայացուցիչների համար, բայց պատմականորեն դերը առաջնորդի սուննի իսլամի աշխարհում, որը մեծամասնություն է, մոտավորապես 80-ից 90% ուրեմն մուսուլմանները իրանք սուննի են, եւ միայն 10-15% է մոտավորապես շիա, առաջերտին հենց Իրանը, եւ պետք է նշել, որ Թուրքիան է զբաղեցրել կամ ավելի ճիշտ ասած Օսմանյան կայսրությունը կամ ինչպես իրենք էին իրանց կոչում իրականում իսլամական պետությունը, այո, Օսմանյան կայսրություն իրանց օտարներն են կոչել, բայց իրանք իրանց կոչել են միշտ խալիֆություն, իսլամական պետություն։ Եվ այդ իսլամական պետությունը իր խալիֆով եղել է սունի աշխարհի առաջնորդը եւ ուստի իրանց համար ղեկավարել եւ տիրապետել սունի պետություններով չի եղել որևէ նոր բան, դա իրանց ավանդությունների եւ գաղափարախոսության մեջ է։ Հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հայտարարում է, որ տարբեր պայմանագրեր, որոնք կնքվել են Օսմանյան կայսրության փլուզման հետ կապված, ուրեմն 1921-23 թվականների ընթացքում այդ պայմանագրերի ժամկետը եղել է 100 տարի։ Իրականում որևէ մեկը հստակ չկարող ասել ժամկետ ունեցել են թե չէ այդ պայմանագրերը, բայց կարելի է ասել, որ Էրդողանը հենց այդպես է ընկալում եւ ըստ իրեն հիմա Օսմանյան կայսրության վերականգնման առումով Թուրքիան ունի իրավունք դրա։ Եվ այդ իրավունքը կարելի է ասել ակտիվորեն արդեն աշխատում է մի քանի ուղղությունով։ Առաջի ուղղությունը դա Իրաքն է, երկրորդ ուղղությունը դա Սիրիան է, եւ մենք տեսնում ենք նաեւ շատ ակտիվ գործողություններ իհարկե Լիբիայի ուղղությունով, բայց նաեւ սկսվում են հետաքրքիր զարգացումներ Լիբանանի ուղղությունով եւ Լևանտ կոչված տարածքի առումով Թուրքիան վերադառնում է եւ այդտեղ եւ վերադարձնում է իր ազդեցությունը։ Վերադառնալով գլխավոր մեր թեմային, այս մեր վերլուծության, կարելի է ասել, որ սպասելիորեն Թուրքիան
ստեղծում է այդտեղ հնարավորություն Սիրիայում, որ ամրապնդի իր դիրքերը։ Եվ երկու խնդիրը ես արդեն նշեցի, երկու խնդիրը կարծես լուծվում է, քուրդերի եւ ալավիների հարցը լուծում են, բայց կա երրորդ կարևոր եւ ավելի բարդ հարցը՝ դրուզների հարցը։ Դրուզները ապրում են ամենահարավում Սիրիայի։ Իրանք շատ մոտ են եւ նաեւ գլխավոր բնակչություն են Հոլանի բարձունքների։ Հոլանի բարձունքները դուք գիտեք, որ դա կարելի ասել խնդրահարույց տարածք է, որովհետեւ այդտեղ պատերազմից հետո, որը տեղի ունեցել վաղուց ուրեմն Սիրիայի եւ Իսրայելի միջև, այդ պատերազմից հետո Հոլանի բարձունքները ՄԱԿ-ի մանդատի տակ էին եւ Իսրայելը իրականում գրավել էր Հոլանի բարձունքների գլխավոր մասը։ Նրանից հետո, որ Ահմեդ Ալ-Շարան վեկալեց իր ղեկավարության տակ ամբողջ Սիրիան, Իսրայելը իր ակտիվ պաշտպանություն քաղաքականության ներսում, ակտիվ պաշտպանությունը ներառում է ակտիվ ռազմական գործողություններ ծավալել իր անվտանգությանը ապահովելու համար, չսպասելով մինչև մարտահրավերները կձևավորվեն եւ ուստի կարելի է ասել, որ Իսրայելը շատ հետաքրքիր եւ կարեւոր գործողություններ վարեց այդ առումով, բացի նրանից, որ Իսրայելը ամբողջությամբ այդ ժամանակահատվածում, երբ Ալ-Ասադը հանձնեց իշխանությունը եւ Ահմեդ Ալ-Շարան վեկալեց իշխանությունը, Իսրայելը ոչնչացրեց, կարելի ասել, Սիրիայի պաշտոնական բանակի մեծ մասը, գլխավոր մասը։ Միևնույն ժամանակ Իսրայելը գրավեց Հոլանի բարձունքների սիրիական մասը, մտավ խորք, գրավեց Մաունտ Հերմոնը, Հերմոնսարը եւ նաեւ գրավել է մի շարք այդտեղ բնակավայրեր, որտեղ որ ապրում են դրուզներ։ Բացի դրանից Իսրայելը պաշտոնական առումով դրուզներին հայտարարեց, որ իրենց պաշտպանելու է։ Եվ սա շատ կարևոր զարգացում է, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ դրուզները, որտեղ որ նաև արաբներ են բնակվում, դրուզներ եւ արաբներ հենց այդ հարավային մասում, դրուզները մի կողմից ուզում են Իսրայելը իրենց պաշտպանի, հիմա ասեմ ձեզ ով են դրուզները։ Դրուզները արաբ են, արաբական տոհմ է, բայց հետաքրքիր այն է, որ իրենք կարելի ասել մուսուլման չեն, միջև վերջ, իրենք մուսուլմանել են եւ քրիստոնյաել են եւ նույնիսկ հրեական ինչ որ իրենց կրոնական առումներով մոտ են, որովհետեւ իրենք այդ երեք ավրահամական ուրեմն կրոնի գաղափարախոսության կարելի ասել միասնորդի աջակից են, ինչ որ իրանց կրոնը ունեն, որը այդ երեքն էլ ընդունում է ընդհանուր առումով եւ միջև վերջ կարելի ասել, որ իրանք մուսուլման չեն, մեծ պատմական հավանականություն կա, որ իրանք ձևավորվել են այդտեղ այն արաբներն են, ով մուսուլման միջև վերջ չեն դառե, բայց ով ոչ էլ միջև վերջ քրիստոնյա էր եւ մի կողմից կարելի ասել բոլոր այդ կրոնները, որոնք Մերձավոր Արևելքում դուք գիտեք 3 գլխավոր այդ կրոնը կա, այդ 3 կրոնը իրանք կարողացել են ներառել, ուստի իրանք իսլամական մասի համար, իսլամիստական մասի համար անընդունելի են, որովհետև իսլամը միջև վերջ չեն ընդունել։ Իսրայելը իրենց պատրաստ է աջակցել եւ մենք տեսնում ենք, որ Իսրայելը այդտեղ լուրջ գործողություններ վարում, բայց այդտեղ նաև ապրում են արաբներ, ով իսլամի մաս են, սունի իսլամի մաս են։ Մի խոսքով այդտեղ արդեն ստեղծվել է լուրջ խնդիր, որովհետև Թուրքիան կազմակերպել է մի շարք միջոցառումներ եւ անում է մի շարք հայտարարություններ, որ Սիրիայի հետ միասին, որ Իսրայելը պետք է լքի Հոլանի բարձունքները։ Հետաքրքիրը այն է, որ Հոլանի բարձունքները միջազգային հանրությունը ճանաչում ինչպես Սիրիայի մաս, բայց որովհետև դա Սիրիայի տարածք էր միջև պատերազմ, բայց միևնույն ժամանակ միջազգային հանրությունը ճանաչում է դա բուֆերային տարածք։ Միակ պետությունը, բացի Իսրայելից, ով դա ճանաչում է Իսրայելի մաս, այլ ոչ թե բուֆերային տարածք, դա Միացյալ Նահանգներն են։ Այն էլ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակահատվածում, բայց առաջի իր ժամանակահատվածում։ Հիմա նույն Դոնալդ Թրամփն է, որը ճանաչում է Հոլանի բարձունքները ինչպես Իսրայելի սուվերեն տարածք եւ կարելի է այդտեղ ասել, որ այդ առումով
հաշվի առնելով Դոնալդ Թրամփի մոտեցումները, Դոնալդ Թրամփը շարունակելու է այդ աջակցությունը։ Ուստի այստեղ Սիրիայի առումով Թուրքիայի եւ Իսրայելի շահերը արդեն բախվում են իրար։ Եվ օրերս մենք տեսանք 3 եւ առաջի օրը, որ Թուրքիան սկսում է արդեն ակտիվ գործել։ Հատկապես խոսք է գնում, որ Թուրքիան Խոմսի եւ Պալմիրայի կողքը գտնվող T4 ռազմակայանի օդանավակայան է իրականում, այդտեղ պատրաստվում է տեղակայել իր ռազմական ավիացիան եւ օդային ուժերը եւ հակաօդային պաշտպանությունը։ Եվ հետաքրքիր այն է, որ Իսրայելը, բացի դրանից, որ արդեն տասնյակ անգամ հարվածել է այդ T4 Պալմիրայի մոտ գտնվող օդանավակայանի ռազմական, նորից հարվածեց եւ պաշտոնապես հայտարարություն արեց, որ Թուրքիան այդտեղ չպետք է մտնի։ Դա գտնվում է մոտավորապես կենտրոնում, ուրեմն Սիրիայի, Պալմիրան, եւ կարելի ասել, դե հասկանում եք, կենտրոնը Սիրիայի արդեն այդքան խորն է, ինչքանով դա հնարավորություն է տալիս Թուրքիային արդեն մոտենալ Իսրայելին, որովհետև մենք խոսում էինք եւ ոչ միայն մենք, հիմա բոլոր իսրայելական վերլուծաբանները, ավելին ասեմ, Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ուրեմն կա վտանգ եւ սպառնալիք Թուրքիայի հետ ուղիղ ռազմական գործողությունների։ Ուստի սիրելի հայրենակիցներ, մեր վերլուծությունը ձեր հետ շատ լուրջ զարգացում է առել եւ ես հիշում եմ կային մարդիկ, ով շատ թեթև էր սրան վերաբերվում, ասում էր, որ այդպիսի բան հնարավոր չի, բայց հիմա մենք այդքան ենք մոտեցել այդ փաստին, որ արդեն փաստորեն այն ռազմակայանը, որտեղ թուրքերը պետք է որ մտնեին արդեն օրերի ընթացքում, Իսրայելը հարվածում է եւ ասում է չմտնեք։ Բարձրաձայն ասում է Թուրքիային այդտեղ մուտք չգործեք։ Իսրայելը ասում է, որ հնարավորություն չի տա Սիրիայի տարածքում հակաօդային պաշտպանություն միացվի այդպիսի համակարգներ։ Զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ Թուրքիան հայտարարություններ է անում եւ արդեն Իսրայելին հանդեպ շատ կոշտ բառապաշար է օգտագործում։ Ասում է, որ Իսրայելը ագրեսոր է, գրավիչ է, հարձակվում է բոլոր պետությունների վրա տարածաշրջանում, պատերազմ է ուզում եւ այլն, միևնույն ժամանակ Հական Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը 3 հայտարարեց, որ չեն ուզում բախվել Իսրայելի հետ Սիրիայում։ Սիրելի հայրենակիցներ, այն ինչ մենք ամիսներ առաջ ասում էինք եւ այդքան էլ հավանական չէր թվում, հիմա Հական Ֆիդանն ասում, որ չեն ուզում, որ դա տեղի ունենա, բայց պետք է մենք հաշվի առնենք, որ այդ հայտարարությունները իրական արժեք չունեն, որովհետև քայլերը Թուրքիայի եւ քայլերը Իսրայելի տանում են դեպի այդպիսի գործողություններ եւ այդպիսի գործողություններ լինելու են Սիրիայում։ Եվ ես միայն Սիրիան է այդպիսի հնարավորություն տալիս։ Բացի դրանից կան հետաքրքիր վերլուծություններ նրա մասին, թե ինչ հնարավորություն ունեն թուրքական եւ իսրայելական ուժերը, եւ ես կարճ ձեզ ասեմ, որ պատերազմում իհարկե տանկային պատերազմ չի լինելու, դա հասկանալի է բոլորի համար, այդպիսի հնարավորություն, որ տանկերով երկու կողմը Սիրիայի տարածքում բախվի, չկա։ Բայց եթե պատերազմ լինի, նույնիսկ կարելի ասել, որ այս պատերազմը կարա սկսվի այնպես չէ, որ ցանկությունով, այլ արդեն այդքան կողմերը մոտ են իրար եւ այդքան ակտիվ են երկուսն էլ գործում, ինչպես Թուրքիան Սիրիայում, այդպես էլ Իսրայելը Սիրիայում, որ դա կարա տեղի ունենա նաեւ միամիտ եւ հաշվի առնելով դա մենք պետք է հասկանանք, որ կա երկու տարբերություն, երկու շերտ, որտեղ որ կարա լինել ռազմական գործողություններ։ Առաջի շերտը դա իհարկե օդային ուժերն են, որտեղ որ Իսրայելը ունի լուրջ առավել լուծություն եւ դիրքեր, եւ երկրորդը դա ծովային ուղղությունն է, որտեղ որ Թուրքիան շատ հզոր դիրքեր ունի նաեւ, Իսրայելը ոչ պակաս։ Հավասար կարելի ասել դիրքեր ունեն կողմերը։ Բայց ընդհանուր առմամբ երկուսը միասնական, եթե վերլուծենք եւ սրա մասին իսրայելական աղբյուրները ակտիվ հիմա խոսում են, որ իհարկե Իսրայելը հաղթանակ է տանելու այդպիսի մարտական գործողությունների մեջ։ Ընդհանուր առումով մենք տեսնում ենք, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է շատ լուրջ մնալ, դրուզների հարցը լուծվելու է եւ հասկանալի չի թե ոնց է լուծվելու։ Թուրքերը ուզում են մտնել Սիրիա եւ մատակարարել Սիրիան եւ ռազմականներ տեղակայել իրենց զորքերը
Ինչու հնարավորություն Իսրայելը չի տալի, բայց ինչքանով կկարողանա Իսրայելը պահել այդ դիրքերը, եթե թուրքերը մտնեն, արդյոք կհարվածի թուրքերին, դա հարց է։ Եվ իհարկե կարևոր հարց է ռուսները այդտեղ ինչ են անելու, վերջնապես կդուրս գան թե չէ, այդ հարցն էլ օրակարգում դրված է։ Եվ ընդհանուր առումով կարելի է ասել, որ Սիրիան, Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները մնում են շատ լուրջ։ Ես իհարկե ապագայում պատրաստվում եմ նաև քննարկել ձեր հետ Թուրքիայի հետ զարգացումները, ներքաղաքական զարգացումները, որոնք Թուրքիայում տեղի են ունենում, որովհետև դա լրջորեն ազդում է նաև այս իրավիճակի վրա։ Կարճ ասած, Էրդողանը օգտագործում է արտաքին այս սիրիական ուղին եւ Իսրայելի թեման նրա համար, որ ներսի իր ընդդիմադիր ուժերին զսպի, եւ այստեղ նաև մենք տեսնում ենք Իրանի հետ կարևոր զարգացումները, որը կարելի ասել նախապատրաստություն է լայնածավալ պատերազմի համար Իսրայելի եւ Իրանի միջև եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, դրա մասին մենք ձեր հետ առանձին ենք խոսելու։ Այսօրվա մեր վերլուծության նպատակն էր խոսել Սիրիայի մասին, խոսել ուրեմն Թուրքիայի եւ Իսրայելի այդտեղ հարաբերությունների եւ սպասվող բախման կամ հավանական բախման, մենք չենք ասում, որ անպայման այդ բախումը կլինի, բայց մենք այստեղ այս հարթակում փորձում ենք վերլուծել, թե ինչ ուղղությունով են իրադարձությունները զարգանում, նրա համար, որ մենք ել ավելի լավ տեղյակ լինենք այդ զարգացումների մասին եւ հասկանանք, թե ինչը ինչպիսի ազդեցություն ունի տարածաշրջանի վրա։ Առանձին ենք իհարկե քննարկելու նաեւ ուրիշ մի շարք կարևոր հարցեր, այսքանով այսօրվա վերլուծությունը ավարտելով, ես եւս մեկ անգամ կոչ եմ ձեզ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի զարգացման համար։ Ես շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք։